Որոշում է կայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ։ Հիմնավորվել է, որ 2021-ի մայիսի 12-ին հակառակորդը Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է Հայաստանի պետական սահմանը մինչև 3.5 կիլոմետր խորությամբ, հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում եւ զբաղեցրել նպաստավոր բարձունքներ։ Մայիսի 14-ից 16 նկատ ժամանակահատվածում ԳՇ պետի առաջին տեղակալը անհիմն բանավոր հրաման է տվել մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ, որը անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։ Խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարություններին, Բայրամովը մեղադրել էր Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ։ Վերջին 7 տարում բանակցությունների վերաբերյալ խոսակցությունները եղել են թափանցիկ եւ հրապարակային։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանն էր պատրաստվում պատերազմի։ Խանդանյանի արձագանքն է։ Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով տեղափոխված ցորենի խմբականակներին է անդրադարձել էկոնոմիկայի փոխնախարարը։ Զաքարյանի խոսքով ռուսական ցորենը եղել է բարձրակարգ, նաեւ գաղտնիք չէր, որ ղազախական ցորենը չի եղել բարձր որակի։ Փոխնախարարի գնահատականով այստեղ կարևորը ճանապարհների դիվերսիֆիկացումն է։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել հնարավոր բոլոր մտահոգությունները, որոնք Հայաստանը կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների հետ կապված, հայտարարել է Զախարովան։ Մոսկվան հիբրիդային պատերազմներ չի վարում, ասել է Զախարովան, ապա հավելել, թե նման վարքագիծը հատուկ է արևմուտքին։ ՌԴ-ն միշտ եղել եւ մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը։